Ես Սուրբ Գրքից ուզում եմ հիմա մի հարցի շուրջ խորենք, եւ այդ հարցը կայանում է հետեւյալում. Արդյոք մենք պարապ ենք, թե զբաղված ենք։ Եվ եթե պարապ չենք, զբաղված ենք, ինչով ենք զբաղված։ Սա մի հարց է, որը իրապես շատ արժանի է քննության, որովհետև մեր կյանքի րոպեներն ու ժամերը մեր կապիտալն է, այս երկրի վրա որ ունենք, մեզանից ամեն մեկը, եւ նրանք ովքեր որ իրենց աստվածպաշտության կյանքի մեջ, ինչպես Պողոս առաքյալն ասում է, օդը զարնելու պես չէ որ գնում են, այլ ուզում են որ իրենց քայլերի յուրաքանչյուր քայլի իմաստը իմաստավորվի Աստծով եւ իր խոսքով ու Սուրբ Հոգով, այսպիսի անձնավորությունները ժամանակը թանկ են գնահատում, հետեւաբար նաեւ անտարբեր չեն ցանկացած երևույթների նկատմամբ, մանավանդ երբ որ իրենց ժամանակը խլելու խնդրի վրա որոշակի գրոհներ է լինում այս աշխարհում։ Ես այնուամենայնիվ հասկանում եմ, որ չի կարող հավատացյալը երկրի վրա առանց հոգսի ապրի։ Երբ որ ես ասում եմ հոգս, ես նկատի չունեմ, որ նստած մտածում ենք վաղը աշխատանք կունենամ, թե չեմ ունենա, հացը, հանդերձը եւ այլն, շատ ասենք կենցաղային հարցերի մասին չի խոսք գնում։ Հավատացյալը պիտի հոգս ունենա եւ այդ հոգսը պետք է իր տերը լինի։ Նա իր տերովը պիտի զբաղված լինի, սիրեներ։ Անձնավորությունը ինքը պետք է իր սրտի մեջ այս խնդիրը դնի, ամեն օրվա մեջ ես հաճելի եմ ապրում Աստծո առջև, ամեն օրվա մեջ ես հոգևոր կյանքում աճում եմ, աստվածճանաչողությունը, աստվածպաշտությունը, որակական փոփոխություններ, դրական փոփոխություններ երեկվա հետ համեմատած իմ կյանքում տեղի է ունենում, թե չէ, սրանք պիտի լինեն մեր հոգսերը։ Հետևաբար նման անձիկ արդեն ինչպիսի գնահատական պիտի տանք այս մարդկանց, այս մարդիկ պարապ մարդիկ են, այսինքն նրանք անհոգ են եւ պարապ են, ինչպես հետագայում մենք կարդում ենք Սոդոմի մեղքը հիմնականում անհոգությունն էր եւ հացի կշտությունը։ Այո, մարդը երբ որ ինքը իր նյութական կարիքները լրիվ բավարարված է տեսնում, դրանից հետո կարծես թե մի հատ պարապություն է իջնում եւ չգիտի ինչով զբաղվի։ Ուզում եմ մի դեպք հիշեցնել Սուրբ Գրքից, երբ Դավիթը ինքը նույնպես պարապ էր։ Եղավ այդպիսի դեպք, որ Դավիթը ուշադիր չեղավ, որ ինքն այդ ժամանակ պարապությունից չգիտեր ինչ աներ։ Այսօր կան էլի հավատացյալներ, որ պարապ են։ Եվ պարապ են, հիմա այդ պարապությունը մի բանով մարդը ուզում է լեցնի։ Եվ ես սա ահազանգ եմ որպես հնչեցնում։ Եթե ով հավատացյալ, դու քեզ ինչ որ պարագայում բռնում ես, որ պարապ ես, հիշիր, որ այդ քո պարապությունը արդեն մեղք է։ Որովհետև քո միտքը, քո էությունն ամբողջովին Տերովը պիտի զբաղված լիներ։ Եվ 11-րդ գլխում 2-րդ թագավորաց կարդում ենք. Եվ հետևյալ տարի, որ թագավորները պատերազմի դուրս գալու ժամանակին, Դավիթը Հովաբին եւ նրա հետ իր ծառաներին եւ բոլոր Իսրայելին ուղարկեց, որոնք ամոնացիներին կոտորեցին եւ Ռաբան պաշարեցին, բայց Դավիթը մնացել էր Երուսաղեմ։ Ուշադրություն դարձրեք, Իսրայելը պատերազմի է դուրս եկել։ Գնացել են Հովաբը, զորքերի գլխավոր հրամանատարն է, իր ծառաները բոլոր Իսրայելին ուղարկել է կռվի ամոնացիների դեմ Դավիթը։ Իսկ ինքը մնացել է Երուսաղեմում։ Ինքը մնացել է Երուսաղեմում։ Այս մարդն էլ ռազմի մարդ էր։ Շատ հաղթանակներ տարել էր, բայց ինչ պատճառով այս անգամ որոշել էր, որ առանց իր էլ այդ գործը գլուխ կբերեն եւ ինքը մնացել էր Երուսաղեմում։ Թագավոր է, հիմա ինչ կա որ։ Եվ մեկ օր իրիկվան դեմ Դավիթն իր անկողնից դուրս գալով պալատի տանիքի վրա ման էր գալիս։ Հետարքիր է ինչ կար Դավիթի մտքում, որ ինքը չէր քնել անկողնից դուրս գալով պալատի տանիքի վրա ման էր գալիս։ Սիրներ, ես պիտի ասեմ հետևյալը. եթե մեր սրտերը Աստծո խորհրդով չեն լցված, պարապ են, եւ այդ օրինակը ես բերեմ, ինչպես Առակի մեջ Տերը խոսեց այդ մասին, որ երբ որ դևը դուրս է գալի մարդուց, գնում է անջուր տեղերը ման է գալիս եւ ասում է հանգիստ չի գտնում, ասում է ետ դառնամ իմ առաջվա տեղը, որտեղից դուրս եկա։ Եվ գալիս է ինքը տեսնում է մաքրված, սրբված այդ ամբողջ ասենք տարածքը եւ պարապ
այսինքն պարապ, այնտեղ չկա ոչ մի խորհուրդ, աստվածահաճո խորհուրդ չկա այդ սրտի մեջ։ Թեպետ դեպի դուրս է եկել այդ մարդու ներաշխարհը կարգի է բերվել, սակայն աստվածահաճո խորհուրդներ այդ սրտում չկա։ Դավիթը նման փորձության մեջ ընկավ։ Ես շատ խորն եմ գիտակցում, Դավիթը հենց այնպես չտեսավ ու ցանկաց ու մեղ գործեց։ Դավիթի սիրտը պարապ էր այդ ժամանակ։ Դավիթի սիրտն այդ ժամանակ Աստծո հետ չէր զբաղված։ Եվ գրվածն ասում է, որ անկողնիցը դուրս գալով պալատի տանիքի վրա ման էր գալիս։ Անկողնիցը դուրս գալով, ընդ որում սա առավոտ չի, այլ իրիկվան դեմ։ Պարկել էր քնելու, բայց քունը չի տարել, վերակացել, մի հատ ասելաշրջեմ, եւ երբ որ ինքը շրջել է, աչքը կպել է արդեն այն անznավորությանը եւ կարդում ենք եւ տանիքի վրայից մեկ կին տեսա, որ լվացվում էր եւ այն կինը շատ գեղեցիկ էր տեսքով։ Հակառակորդը միանգամից օգտվեց առիթից, Դավիթի սրտի պարապությունը միանգամից լցվեց։ Ինչով Դավիթը այդ պալատում շրջելու ժամանակ, եթե աստվածահաճո խորհուրդներով լցված մեկը լիներ, անմիջապես ետ պիտի դառնար եւ միանգամից պետք է զբաղված լիներ իր հոգեվոր ընթացքով։ Սակայն դրա փոխարեն Դավիթը ինքը զգուշ չլինելով իր սրտում այս կնոջը ցանկացավ։ Եվ այսպես Դավիթի մեղքը որն էր։ Դավիթի մեղքը սա է տվյալ դեպքում, որ ինքը զգուշ չեղավ իր սրտին, որ այդ սրտի մեջ աստվածահաճո խորհուրդներ չկային։ Ես էլ եմ կրկնում, եթե ձեր սիրտը պարապ ամնում, շատ մեծ վտանգավոր ահազանգ կարող ենք համարել սա, վիճակա, որ դու իսկապես արդեն փորձության մեջ ընկնելու, ցանկացած պարագայում փորձության մեջ ընկնելու ենթակա ես։ Դրա համար ես իմ հորդորն է, որպեսզի քրիստոնյաները միշտ Տերովը տարված լինեն եւ միշտ աստվածահաճո խորհուրդներ ունենան իրենց սրտերում։ Այդ դեպքում չարը չի կարողանա այնտեղ որևէ այլ ցանկություն կամ խորհուրդ։ Մի քիչ խիստ եմ խոսելու, ուշադիր լսեք ինչի մասին եմ խոսում։ Մենք այստեղ տեսնում ենք երկու քաղաքների մասին է խոսք գնում, սակայն նաև աղջիկներ բար կա այստեղ։ Սա նշանակում է, որ Իսրայելի մայրաքաղաքը Սամարիան էր, Հուդայի մայրաքաղաքը Երուսաղեմն էր, սակայն այս երկու խոշոր քաղաքներին սպասարկող փոքր քաղաքներ էլ կային։ Եվ մի տեսակ կարծես թե ինչպես արեգակի շուրջն են պատտվում մոլորակները, նույնպես էլ մենք այստեղ տեսնում ենք, որ այս քաղաքները ունեցել են արբանյակ քաղաքներ, որոնք սպասարկել են Սամարիային եւ Երուսաղեմին, եւ դրանք աղջիկներ են համարվում։ Եվ այստեղ ասում է, սա է քույր Սոդոմի անօրությունը հպարտություն, հացի կշտություն, անհոգ հանգստություն։ Սա ես համեմատում եմ այսօրվա խոշոր ձևով այդպես ասած միաբանությունների, եկեղեցիների հարանվանությունների ինչ որ մետրոպոլիա գոյություն ունի, մետրոպոլիա, որը կենտրոնն է, եւ քույր եկեղեցիներ, որոնք ամբողջովին իրանց հարող են եւ այդ միաբանության հետ են կամ այդ հարանվանությունների հետ միասին են։ Անուններ ես չտամ այդպես, սա ահազանգի նման պիտի հնչի։ Արդյոք այդ եկեղեցիները այսօր անհոգության մեջ չեն։ Ուրիշ բան չենք խոսում պղծություն, անօրություն, Քավլիցի բոլորովին այդ միտքը չունեմ, սակայն ամեն ինչ սկսում է սրանից, երբ որ մարդիկ ինքնաբավ են, երբ որ հարմարվել են, գիտեք, երբ որ ժամանակին 50-ականների ժողովներին մարդիկ երգում էին, բոլորն էին երգում, գործիք չկար բան, առանց գործիքի, առանց երաժշտության երգում էին։ Իսկ այսօր բեմից երգում են շատ լավ, բայց անձնավորությունը իր սրտի մեջ այդ երգը գուցեև չունենա։ Բայց այն միջավայրը, որ ասենք տներում ժողովներ էր լինում, ամեն մեկը երգում էր, ոչ մեկը ոչ ավել էր, ոչ պակաս էր, չկային բեմեր, չկային ասենք ինչ որ երևույթներ, դեմքեր եւ այլն, ամեն ինչ ներդաշնակ էր, այս մարդիկ լցվում էին Սուրբ Հոգով։ Հիմա ես տեսնում եմ այստեղ, որ մի տեսակ հարմարվել, մի տեսակ բավարարվել, մի տեսակ փառք տալ ուրախանալ, որ Աստված տեսեք ինչ է իրանց տվել, ամեն ինչ նորմալ է իրանց մոտ եւ այլն, եւ սա կարող է հնչել որպես ահազանգ։ Եթե այսօրվա դրությամբ խոսք չի գնում մեղքի մասին,
Եթե այսօրվա դրությամբ, ինչպես այստեղ կարդում ենք, խեղճի ու աղքատի ձեռքը չէր ուժովացնում եւ նրանք հպարտացան եւ արդեն մնացածը Տերը երբ որ տեսավ այս ամենը, իրականում ինքը ավելի վրդովվեց։ Դու անում ես այդ երկը փառաբանում ես, լավ ես անում, բայց անկեղծ մի հատ քոտում որ գնում ես, դու քեզ այդ հարցը տալիս ես, դու իսկապես Աստծո հետ հաղորդ եղար, թե գործի գնացիր եկար, կամ քարոզիչ, դու որ քարոզեցիր, դու իսկապես այդ ժողովրդին ավելի մոտեցնելու ջանք դրսևորեցիր, հետամուտ եղար դրան, թե ուղղակի մի բան էր, պարտականություն էր, արեցիր ու վերջացրի։ Իմ գործը մարդուն հասկացնելն է, որ մարդ անհանգստացի, Աստված քեզ հետ պիտի խոսի, քո պաշտամունքի գնահատականը Աստված ուզում է տալ անձամբ, դու ջանք արա դրա համար, մի հարմարվիր այդ սովորութային քո երկրպագությանը համարի, որ քո գործերդ լավ են։ Եթե մենք Աստծո խոսքը չունենայինք, եթե Աստծո գնահատականը, Աստծո ձայնը մեր ականջներին հասած չլներ, գուցե մենք էլ ձեր նման մտածենք, նրանք ովքեր որ հարմար են գտնում իրենց ներեկեղեցական մթնոլորտին բավարարելու։ Սակայն Տերը մեզ խոսում է, Տերը մեզ ասում է իր, ասենք, հորդորները մենք ընդունում ենք եւ Աստված իսկապես մեր կյանքում չի թողնում մեզ նույն վիճակի մեջ, այլ նա ավելի մեզ առաջ է տանում։ Ես ուզում եմ, որպեսզի մենք նորից անդրադառնալով այս խնդրին, մենք պարապենք, թե պարապ չենք, մեր սրտերը պարապեն, թե պարապ չենք, այս խնդրին նորից անդրադառնանք եւ մի քանի տեղեր Սուրբ Գրքից լսենք, թե Տերը ընդհանրապես ինչպես էր իրեն կանչում աշակերտներին, ինչպես էր աշակերտներ անում։ Բոլորդ լավ հիշում եք, որ ձկնորսները էին կանչեց եւ ասում է հայրերը իրենց ուրկանները թողեցին, գնացին, ամենքին աշխատանքի տեղից Տերը կանչեց։ Ասեց մարդկանց որսորդ եմ անելու ձեզ։ Այսինքն փոխեց իրենց կարգավիճակը եւ այս մարդիկ այլևս պետք է մտածեին Տիրոջ հրահանգը կատարելու վրա։ Օրինակ առաջի դարի առաքյալները, սուրբերը, ցրվածները Ստեփանոսի քարկոծումից հետո ինչով էին տարված։ Նրանց սիրտը լի էր Աստծո Սուրբ Հոգու ջերմությամբ եւ նրանք մարդիկ էին փնտրում, որպեսզի կիսեն այդ ավետարանի բարի լուրի ուրախությունը։ 4-րդ Թագավորաց 6-րդ գլխի 9-րդ խոսքից մենք լսում ենք։ Հիշենք, ասորիների թագավորը պատերազմում էր Իսրայելի դեմ, բայց հենց որ իր զորքը բերում էր այսին ճուղությամբ, Եղիսեն Իսրայելի թագավորին ասում էր ինչ անի, թշնամին որ ուղղությամբ է գալիս եւ անմիջապես զորքերը այդ ուղղությամբ էին գնում։ Զգուշացիր այստեղով անցկենալուց, որովհետեւ ասորիները այնտեղ բանակ են տվել։ Իսրայելի թագավորը մարդ էր ուղարկում այնտեղը, որի համար Աստծո մարդը ասում էր եւ նրան զգուշացնում, եւ նա զգուշացավ այնտեղից ոչ թե մեկ անգամ, ոչ թե երկու անգամ։ Եվ ասորիների թագավորի սիրտը շփոթվեցավ այս բանի վրա եւ իր ծառաներին կանչեց ու ասեց նրան. «Չեք իմացնիլ ինձ, թե մեր մարդկանցից ով է Իսրայելի թագավորի հետ»։ Եվ նա ծառաներից մեկն ասեց. «Ոչ, ով իմ Տեր թագավոր, այլ Իսրայելումը եղող Եղիսե մարգարեն է իմացնում Իսրայելի թագավորին այն բաները, որ դու խոսում ես քո անկողնի սենյակումը»։ Եվ նա ասեց. «Գնացեք եւ տեսեք նա ուր է, որ ես մարդ ուղարկեմ ու բռնել տամ»։ Եվ նրան իմացրին ասելով. «Ահա Դոթայումն է»։ Այն մարդ, այս մարդը մարգարե է, քո խորհուրդները քո անկողնում անգամ գիտի։ Դու մարդ ես ուղարկում, որ իրան բռնեն։ Միթե հիմա քո այդ միտքը ինքը չգիտի, բայց պարզվում է ընդհանրապես թագավորը ընդունում է, որ գուշակի նման մեկն է Եղիսեն, բայց որպես մարդ ինքը մտածում է, որ իր հարցերը կարող է լուծել, բայց որ ինքը գուշակ է իր հասկացածով, կարող է այդ բաները իբրև թե իմանա, դա իր համար նորություն չի, որովհետև ինքն էլ շրջապատված է տարբեր մոգերով, որոնք նման բաներ կարող են իրեն հայտնել։ Եվ այստեղ մենք տեսնում ենք, որ երբ որ արդեն գալիս են, որ նրան պետք է բռնեն, Աստծո խոսքը մեզ ներկայացնում է մի շատ հետաքրքիր դրվագ, որ հետագայում նաև երբ որ տեսնում ենք, ասենք ընդհանուր բանակը եկած շրջապատած, եւ այնտեղ ձեր կարգեր եւ մեծ զորք ուղարկեց եւ սրանք գիշերը եկան ու քաղաքը պաշարեցին։ Եվ Աստծո մարդի ծառան առավոտած կանուխ վեր կացավ եւ դուրս եկավ եւ ահա զորքը պատել էր քաղաքը։ Նաեւ ձերն ու կարգերը եւ նրա ծառան ասեց նրան. «Վայ Տեր իմ, ինչ անենք»։ Նա էլ ասեց. «Մի վախենար, որովհետեւ մեզ հետ եղողները շատ են, քան թե նրանց հետ եղողները»։ Եղիսեն անշարժ
անսայթակ, ինքն իր տեղում էր, իր գործի մեջ էր անդադար, հիշենք, որ ինքը գեզին, երբ որ Նեյմանը բժշկվել էր գեզին, վազել էր նվերները վերցնելու, ասեց միթե հիմա այգիներ տնկելու, աղախիններ ունենալու, տներ կառուցելու ժամանակն է։ Եղիսեն իր ժամանակը լավ էր գիտակցել։ Սակայն այստեղ մի շատ հրաշալի դաս ունենք մենք։ Հիմա եթե ինքը ասում է այս ծառային մի վախենար, մեզ հետ եղողները ավելի շատ են, քան նրանց հետ եղողները։ Ինչ եք կարծում, այս ծառան Եղիսեի ասածին վստահելով կարող էր հանգիստ մնալ։ Պարզվում է, որ ոչ։ Այդ հանգստությունը միայն Եղիսեին էր վերաբերում։ Նույնն էլ այսօր մենք հնարավոր է քարոզենք շատ հանդարտ ու հանգիստ մեր դիրքը մեր տեղը ունենալով ու շատ լավ Աստծո հետ հարաբերությունից հայտնություններ ունենալով, բայց ինչքան որ դու լսես միևնույն է, քո կյանքում սրանք չեն կարող խաղաղություն եւ հանդարտություն բերել այնքան ժամանակ, քանի դեռ դու չես սկսել ապրել հավատքով եւ ոչ թե երևույթով։ Սա մատչելի է բոլորի համար էլ, բայց արի ու տես, որ մարդը աչքի տեսածը, ինչպես ծառան աչքով տեսավ ու վախեցավ ու միանգամից ասեց, «Էս ինչ են անում, եկել են, այսքան զորքը բան եւ այլն»։ Եղիսեն ասեց, «Մեծ հետ եղողները շատ են, քան թե նրանց հետ եղողները»։ Հարց եմ ուզում տալ, որտեղից Եղիսեն գիտեր, որ իրանց հետ եղողներն ավելի շատ են։ Որտեղից գիտեր ինքը դա։ Արդյոք ինքը նայեց ծառերին, տեսավ ու դրանից հետո հանգիստ կանգնած էր։ Չեմ կարծում այդպես։ Եղիսեն մարգարե եւ հավատքի մարդ էր եւ նա պարտադիր չէր, որ մի բան տեսներ եւ հավատար։ Եվ մենք կարդում ենք, որ Եղիսեն հատուկ է ծառայի համար աղոթք արավ ասեց. «Ով Տեր, բաց նրա աչքերը, որ տեսնե», եւ Տերը բացավ ծառայի աչքերը, եւ նա տեսավ եւ ահա սարը լիքն էր հրեղեն ձիերով եւ կառքերով Եղիսեի շուրջը։ Եվ նրանք իջան նրա մոտ, բայց Եղիսեն աղոթք արավ Տիրոջը եւ ասեց. «Աղաչում եմ, զարկիր այս ժողովրդին կուրությամբ»։ Մի մարդ աղոթքը արել ընդհանրապես, ժողովրդի համար աղոթքը արել, պաշտպանության համար եւ այդ թշնամին եկել է, ասում է կուրացրու եւ Տերը կուրացնում է։ Դուք պատկերացնում եք, որ այսօր այդ նույն Աստված կարող է քո մի աղոթքով այնքան մեծ հարց լուծի։ Բայց արդյոք դու քեզ պատրաստել ես այդ կարգավիճակում լինելու Աստծո առաջ, ինչպես Եղիսեն էր։ Ինչու ոչ։ Ինչու չես կարող դու լինել այդ մարդը, որ կարող է մի հատ աղոթք անի եւ Աստված անի իր գործը։ Եղիսեն իր շրջապատով, հրեղեն կառքերով, շրջապատված հանդարտ ու հանգիստ է։ Եվ Պողոս առաքյալն ասում է, որ մենք երևույթով չենք շարժվում։ Մենք հավատքի մարդիկ ենք, որ Սուրբ Գիրքն ասում է, Տերը իրենից վախեցողների շուրջը իր հրեշտակները բանակ է անում։ Սա նորմալ է։ Սա նորմալ է, որ քո շուրջն էլ Աստծո հրեշտակները լինեն, ինչից ես վախենում, ինչից ես տագնապում։ Չէ որ Աստծո խոսքը մեզ այս դասերը, որ տալիս է մի նպատակով, որպեսզի դու լինես անսայթակ, քաջ, եւ դու երբեք ու երբեք չտատանվես քո աստվածահաճո որոշումներիդ ու ընթացքիդ մեջ, որ քո սրտի խորհուրդները Տերը ընդունի, հաճելի լինեն եւ աղոթք Տերը լսի եւ կատարի։ Այս հասցրեց իրանց տեղը եւ աղոթքարից աչքերը բացեցին, տեսան արդեն գերի են։ Ամբողջ զորքը գերի է թշնամու։ Թագավորը սուրը հանեց, սկսեմ կոտորել, ինչ կոտորես, քո սուրով ես առել։ Հաց դեր առաջները թող իմանան, թե Իսրայելի մեջ Աստված կա։ Սա է հրաշալի օրինակը։ Այդ Աստվածը այսօր նույն Աստվածն է։ Իսկ դու գիտես ինչու չես կարողանում այդ ձևի հավատք ունենալ։ 21-րդ դարի քո հավատքը լրիվ ուրիշ հավատք է։ Դու բավարարվում ես միայն այն կրոնական սովորություններով, որի մեջ այսօր կաս։ Բայց քո անձը չգնեցնել, քո անձը ծոմերի մեջ տանել, մղվել քո ներքին սենյակներում Տիրոջ երեսը փնտրելու, արցունքներ թափել իր առաջ, ասել Տեր Աստված, ես ուզում եմ ապրեմ այդ կյանքը։ Այսօր Աստված դա է ուզում, քո սրտից այդ աղաղակն է ուզում լսի, ոչ թե քո թռչկոտելը։ Սիրելիներ, ես պիտի ասեմ ձեզ,
որ Աստված մեր ժողովրդից ուրիշ ակնկալիք ունի։ Դուք ոչ Եվրոպա եք, ոչ Ասիա եք, դուք այն տեղում եք, որ Աստված ձեզ դրել է։ Այո, այսօր դուք եք տեղում, Խաչմերուկում, ողջ աշխարհի ուշադրությունը ձեր վրա է։ Այսօր իմ կոչն է, որպեսզի սուրբեր վեր ելնեն։ Այսօր իմ կոչն է, որպեսզի այս երկրի մեջ սուրբեր վեր կենան։ Եվ դա հնարավոր է։ Եվ այս օրերին ես ունեմ այդ խոստմունքը Տերիցը։ Եվ հիմա երբ որ ես այս տեղերը կարդում եմ սեներ, իմ համար 3000 տարի առաջվա Աստվածը կամ 2000 տարի առաջվա Աստվածը, երեկվա Աստվածը նույն Աստվածն է։ Ես ուզում եմ այն Աստծուն պաշտել, որ Ավետարանի մեջ ես կարդում եմ Աստվածաշնչի մեջ ինքը երեք, այսօր ու հավիտյան նույնն է։ Ինչպես ասում են, ամեն խաղերը կավարտվեն մեկ օր, բայց Աստված վեր կհանի մարդիկ ոչ այն տեղերից, որտեղից դուք կարող եք մտածել կամ նույնիսկ ձեր մտքով էլ չանցկացնեք։ Միաժամանակ ուզում եմ նաև ձեզ մի հետաքրքիր բան ներկայացնել, որ մենք Աստծո խոսքից դարձյալ իմանում ենք, Դանիել մարգարեի մասին այդ դրվագը ինձ այնքան դուր է գալիս, երբ որ թագավորը, որ լսել է իր ամենասիրելի հավատարիմ ծառայի նկատմամբ այդպիսի այդպես մի գործ արկեցին իր գլխին, որպեսզի Դանիելին ոչնչացնեն իր շրջապատում լինողները, Դանիելին ինքը շատ էր սիրում, եւ մենք կարդում ենք այն ժամանակ թագավորը արշալույսին վեր կացավ կանուխ եւ շտապելով գնաց առյուծների գուբը, եւ երբ որ գուբին մոտեցավ, Դանիելին կանչեց տրտում ձայնով, թագավորը խոսեց եւ ասեց Դանիելին. ով Դանիել, կենդանի Աստծո ծառա, քո Աստվածը, որին դու պաշտում ես անդադար, հասկանում եք, անդադար, թագավորն ասում, բոլորը լավ հասկանում էին, որ այս մարդը կրոնավոր չի, նա այդ Աստծո հետ կենդանի Աստծո հետ, ես է կենդանի Աստծո ծառա, քո Աստվածը, որին դու պաշտում ես անդադար, կարողացավ քեզ ազատել առյուծներիցը։ Այն ժամանակ Դանիելը խոսեց թագավորի հետ, ով թագավոր, հավիտյան ողջ կաց, իմ Աստվածը ուղարկեց իր հրեշտակը եւ նա փակեց առյուծների բերանը։ Եվ նրանք ինչ չվնասեցին, որովհետև նրա առաջին մաքրություն գտնվեցավ ինձ վրա, եւ քո առաջին ելով թագավոր մի հանցանք չեմ արել։ Եվ այն ժամանակ թագավորը շատ ուրախացավ իրանում եւ հրամայեց, որ Դանիելին դուրս անեն գուբիցը, եւ Դանիելը դուրս բերվեցավ գուբից եւ նրա վրա ոչ մի վնաս չգտնվեցավ, որովհետև հավատացել էր իր Աստծուն։ Գիտեք ինչ, դու ես հավատում, ես եմ հավատում, բայց այս փորձությունը իրականում ցույց է տալու, թե մեր հավատքը որքանով արժեք ունի, ինչքանով է որակով իմ հավատքը կամ քո հավատքը։ Երբևէ դու սրա մասին մտածել ես, ունես որակով հավատք, այն հավատքը, որի տակ Աստված ստորագրում է։ Նորից եմ կրկնում, սա մի քարոզ չի, որ ձեզ ընդամենը ձեր ուղեղին, ձեր գիտելիքի հետ աշխատում։ Ես ընդամենը ուզում եմ նախանձավոր սրտեր վեր կենան եւ դադարեն ուղղակի իրենց մոլորյալ կրոնական սովորություններով բավարարվել, որ իբրև Աստծուն պաշտել են։ Եվ վերջում ուզում եմ, որպեսզի այնուամենայնիվ մի քանի նորից համարներ ձեզ նշեմ, որ անհոգությունը, պարապությունը, այդ մոլորության այդ վիճակը, ինչպես հայտնության գրքում ասում է, որ դու գաղջ ես, ոչ տաք ես, ոչ սառն ես, օ երանի թե կամ տաք լինեիր կամ սառ։ Սակայն եթե այս ամենում հանկարծ քեզ հայտնաբերում ես, որ իսկապես այս խոսքը քեզ է վերաբերում, բավական ժամանակ դու գիք չես ընթերցում, աղոթների մեջ չես, սոմերի մեջ չես, Աստծո հոգով լցված կյանք չունես, հիշում ես ինչ-որ մի բաներ, բայց ասենք այդ լավագույն հիշողությունները չէ, որ այսօր քեզ ապրեցնում է, դրանք անցյալում են եղել։ 78-րդ Սաղմոսը այնուամենայնիվ քո վիճակի լուծումը տալիս է։ Եվ ուզում եմ, որպեսզի դու քաջալերվես այս համարներից, եւ ես չեմ քարոզում զորավորների համար, որ ավելի զորանան։ Ես քարոզում եմ հենց այն տկարների համար, որոնք իսկապես տկարության մեջ են։ Եվ հիշեք, Եբրայեցիս տուկն էլ ասում է, որ տկարությունից զորացան, չի գրված զորավորային ավելի զորացան։ Քեզ Աստված վարկյանի մեջ, օրվա մեջ, ժամի մեջ, քո հետ ընկած տկար, սար, գաղջ, չգիտեմ այդ վիճակից
մի անգամից քեզ կարող է հանել մի բարձունքի վրա դնել, որ քո մտքով անգամ չի անցնի։ Դու այնպիսի այլակերպում կունենաս, որ չես էլ պատկերացնի, որ դա դու ես արդեն։ Պարզապես պետք է ունենալ այդ հավատքը, այդ վստահությունը։ Ինչ է այստեղ ասում Ասափը։ Ասափը ընդհանրապես գրում է մի իր Սաղմոսը գրելու ժամանակ մի փաստ է արձանագրում, որը ցնցել է ինձ, երբ որ ես կարդացել եմ, եւ սա կարծում եմ քեզ համար էլ կարող է քաջալերական լինի։ 65-րդ խոսքը 78 Սաղմոս 65-րդ խոսքը, բայց Տերը զարթնեց ինչպես քնից, ինչպես զորավոր մարդ, որ գինիից զվարթանում է։ Ուշադրություն դարձրեք, բայց Տերը զարթնեց ինչպես քնից, ինչպես զորավոր մարդ, որ գինիից զվարթանում է, այսինքն օյաղանում է։ Պատկերացրեք հսկա մեկը, բայց հարբած է։ Այդ հսկա մեկը հարբած ընկած է։ Նրա այդ հսկա լինելը, նրա այդպես զորությունը հարբածության պատճառով կիրառական չի։ Հիմա Աստծո խոսքն ասում է, որ մեր միջինը ավելի զորավոր է, քան այս աշխարհի միջինը, բայց քանի որ մեղքով հարբած է հավատացյալը, ինքը այդ զորությունը ոչ ինքն է վայելում, ոչ էլ այդ զորությունը երևում է, բայց երբ որ ինքը Տերը իրան արթնացնի, ինչպես այստեղ Տերն է արթնանում իբրև թե ինչպես զորավոր քնից, բայց ես սա նաև դիտարկում եմ մեր համար, որովհետև Սուրբ Գիրքն ասում է, որ ես ու դու իշխանություն ունենք, Աստծո որդին իշխանություն ունի, Տերը ասեց օձերի կարիճների վրայով պիտի գնաք ու ձեզ վնաս չպիտի լինի, եւ այստեղ կարդում ենք, որ ասում է, բայց Տերը զարթնեց ինչպես քնից, ինչպես զորավոր մարդ, որ գինիից զվարթանում է, գինիից օյաղանում է միանգամից։ Ուրեմն դու միանգամից կարող ես օյաղանալ, սենց ասեմ, միանգամից կարող ես թափվել, եւ քո մտածմունքները, քո խորհուրդները, քո սրտի մեջ այդ եղած պարապ վիճակը ամեն ինչով սատանան զբաղեցնում աշխարհին։ Արհեստական բանականությունը ամեն ինչի տեղը զբաղեցնում է։ Այսօր հոգևորները արհեստական բանականությամբ երգեր են գրում, երգում են, առանց հասկանալու, որ սատանայի ջրաղացին ջուր են լցնում, եւ իրենք ընդհանրապես արդեն իսկ խայծը կուլ տվածներ են, որոնք կար ժամանակ հետո ամեն ինչ, հիմա արհեստական բանականությունը հրաշալի քարոզներ էլ է տալիս արդեն, ամեն ինչի վախճանը մոտեցել է, հակառակորդը լրիվին հավաքում է եւ կենտրոնացնում ընդհանրապես Facebook, չգիտեմ, S1, N1 ամենատարբեր ծրագրերով եւ մարդիկ այսօր ուղղակիորեն ժողովրդական խոսքա գյորմամիշի նման ամբողջովին տրվել են դրան ու առանց հասկանալու, որ երկնքից Տիրոջը վշտացնում են եւ իրենք ցամաքելու են։ Եվ իմ կոչն է զգուշ լինել, եթե ինֆորմացիայի վերաբերյալ, եթե կրթության վերաբերյալ խնդիրներ եք լուծում, այդ խնդիր չի, բայց երբ խոսքը վերաբերում է երևույթային, շոու բիզնեսին, հարիր այդպիսի ինչ որ մի հատ երգերի կամ չգիտեմ քարոզների այլևայլ ասենք խնդիրներ ներմուծել, բերել եկեղեցի, մատուցել դա որպես հոգևորություն, սա արդեն իսկ Տիրոջը կարող է բարկացնել։ Թող Աստծո անունը փառավորվի սիրելիներ, եւ մեզանից ոչ մեկը հանկարծ պարապության մեջ չլինի, ես էլ եմ կրկնում, հոգ չէ, որ դու այսօր այդ վիճակում ես, սակայն եթե ջերմեռանդ աղոթես փափագելով, ինչպես քիչ առաջ լսեցինք, Աստված քեզ միանգամից կարթնացնի մի նոր կյանքի։ Ուզում եմ հուսալ, որ հիմա պիտի գնանք աղոթ կանենք, Տերը թող օրհնի քեզ եւ քո մեջ եղած նախանձավորությունը ավելացնի եւ քո ժամերիդ վրա Աստծո հոգով հսկողություն սահմանիր, որպեսզի իմանաս, այսօր քեզ զգուշացվել է։ Երբ որ դու խժռես քո ժամանակը, հիշիր, որ դու այս պատգամը լսել ես եւ անշուշտ Աստված մեկ օր քո առջև կդնի քո թշվառությունը եւ կասի պատճառը որն էր։ Որպեսզի այդպես չլինի, այսօր դեռ մենք ունենք ժամանակ լրջանալու, սթափվելու եւ իմանալու, որ եթե ես Աստծո առաջ իմ դիրքը, իմ ճիշտ կարգավիճակում գտնվեմ, իմ մի աղոթքը բավարար կլինի բանակներ ցրելու եւ անգամ մեր երկրում մի հզոր արթնություն սկսելու։ Թող Տիրոջ անունը փառավորվի, ես սպասում եմ դրան ու գիտեմ, որ հաստատ դա լինելու է։ Աստված բոլորի